Եվրոպական միությունը փորձում է դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հովանավոր։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Ադրբեջան եւ Հայաստան մենք կվերլուծենք համեմատության մեջ։ Դրա արդյունքները Հայաստանի համար բացառիկ են, սիրելի բարեկամներ, քանի որ Բրյուսելը որոշեց Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմաններ տրամադրել, բացի դրանից։ Առաջին անգամ հստակ ժամկետ նշվեց, թե երբ կազատականացվեն վիզաները։ Եվրոպական կողմից դրական գնահատվեց Հայաստանի քայլերն այդ ուղղությամբ եւ հայկական կողմից նշվեց, որ 2029 ցանկալի ժամկետն է, թե երբ վիզաները ամենայն հավանականությամբ իհարկե ոչ 100%-ով, բայց կա այդ ակնկալիքը, որ կազատականացվեն, այսինքն մենք առանց վիզային ռեժիմի մուտք կունենանք Եվրամիության կամ Շենգեն գոտու երկրներ։ Ռուսական առևտրային սահմանափակումների ֆոնին վերացվում են եվրոպական արհեստական սահմանափակումները։ Հայկական ապրանքների մեծ մասը առանց մաքսատուրքերի, այսինքն ազատ առևտրային ռեժիմով մուտք կունենա եվրոպական շուկա։ Պետք է հասկանալ, որ Հայաստանի համար բացառություն է արվել, բայց նաև հատուկ շեշտվում է, որ դա ժամանակավոր է եւ արվում է ռուսական ճնշումներին դիմադրելու համար։ Այսինքն դա աջակցություն է հետագա քայլերից առաջ։ Ադրբեջան կատարած այցին, սակայն գրեթե ոչ մի անդրադարձ չարվեց մեր վերլուծական դաշտում, բայց այն շատ կարևոր է։ Պետք է գիտակցել, բարեկամներ, որ Հայաստանը հետաքրքիր է արևմուտքին եւ հատկապես Եվրամիությանը ամենից առաջ այնքանով, որքանով այն կարող է մաս կազմել Կենտրոնական Ասիան հարավային Կովկասով Եվրոպային կապելու ծրագրին։ Global Gateway է կոչվում այդ ծրագիրը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է երկու կարևոր նախապայման։ Առաջինը Ադրբեջանի հետ խաղաղություն ու կոնֆլիկտի բացակայություն, իսկ երկրորդը ռուսական ազդեցության թուլացում կամ վերացում։ Դրանք այսօր դարձել են մեկը մյուսին պայմանավորող, կարծես առանց մեկը մյուսի լինել չի կարող։ Եկեք ծանոթանանք այցերի մանրամասներին, հնչած ամենակարևոր հայտարարություններին, այնուհետև վերլուծելով կամփոփենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հիմնական հայտարարությունները ներառում են հետևյալ կետերը։ Առաջին՝ ԵՄ-Ադրբեջան ակտիվ երկխոսություն։ Երկրորդ՝ այն, որ Եվրոպական միությունը հանդիսանում է Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերը։ Երրորդ՝ գազի արտահանում, ադրբեջանական գազի արտահանման կեսը մատակարարվում է Եվրամիության անդամ երկրներ։ Չորրորդ՝ հարավային գազային միջանցք։ Այդ նախագիծը Եվրամիության ու Ադրբեջանի համատեղ աշխատանքի արգասաբեր օրինակն է ըստ Ալիևի։ Եվ վերջապես հինգերորդ՝ տրանսպորտային ենթակառուցվածքներ։ Ըստ Ալիևի Ադրբեջանը զգալի միջոցներ է ներդրել տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծերում, նկատի ունենալով տրանսպորտային տարանցման հնարավորությունները։ Ալիևի խոսքից առավել հետաքրքրական են հետևյալ շեշտադրումները, բառացի մեջբերումը։ Ես կասեի, որ սա մեր հարաբերություններում աննախադեպ դինամիկա է։ Մեր առևտրաշրջանառության ավելի քան 40%-ը կատարվում է Եվրամիության անդամ պետությունների հետ, եւ Ադրբեջանը Եվրամիության առաջատար առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում։ Հարավային Կովկասում Եվրամիության առևտրի գրեթե 70%-ը կատարվում է Ադրբեջանի հետ։ Այստեղ մի պահ կանգ առնենք, սիրելի բարեկամներ, եթե հավատալու լինենք Ալիևի խոսքերին, ուշադիր եղեք։ Եվրամիության եւ Ադրբեջանի առևտուրը կազմում է ամբողջ Հարավային Կովկասի, այսինքն Վրաստան, Հայաստան, Ադրբեջան միասին, կազմում է դրա 70%։ Սա իհարկե որակական գնահատական չէ, քանակական, ասենք միլիարդներով եվրոներով արտահայտված, եւ սա խայտարակցությանիշ է, որովհետեւ ստացվում է, որ առյուծի բաժինը Հարավային Կովկասի տնտեսական կապերի բաժին ընկնում Ադրբեջանին։ Դրանով Ադրբեջանը արդեն տնտեսապես ավելի կարևոր է լինում Եվրամիության համար։ Սա դիսբալանս է, սա ուժերի անհավասարություն է տնտեսական, եւ ես համոզված եմ ուղղակի, որ եթե Եվրամիությունը չկարողանա դա հաղթահարել, այսինքն այնպես չլինի, որ Ադրբեջանի մասնաբաժինը դառնա 35% գոնե, այսինքն համամասնորեն բաժանվի, տարածաշրջանում այս ուժերի դիսբալանսը չի կարող երաշխավորել խաղաղություն ու տնտեսական փոխշահավետ համագործակցություն։ Ադրբեջանի ուղղությամբ նժարը չափազանց շատ է։ Եվ ես իմ համոզմունքն եմ արտահայտում, որ խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հնարավոր չէ, աշխարհաքաղաքական ուժերի բալանս հնարավոր չէ, եթե այս անհավասարակշռությունը չուղղվի։ Դրա համար առաջին հերթին պետք է, որ Եվրամիությունը ուղիղ ֆինանսական, տնտեսական ներդրումներ անի Հայաստանում, սեփական Հայաստանը ծրագրեր ունենա Եվրամիության հետ եւ կարողանա որոշակիորեն
այդ դիսբալանսը հաղթահարել։ Շարունակեմ Ալիևի հայտարարությունները։ Նա ասում է, որ այդ տեսանկյունից Ուրսուլա ֆոն դեր Լայենի 4 տարի առաջ Ադրբեջան կատարած այցը շատ նշանակալից էր։ Մենք ստորագրեցինք էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխհմբռնման հուշագիր եւ այդ ժամանակվանից ի վեր Ադրբեջանի բնական գազի արտահանումը Եվրամիության անդամ երկրներ աճել է գրեթե 65%-ով։ Ըստ Ալիևի, այսօր ադրբեջանական գազի արտահանման կեսը գնում է Եվրամիության անդամ երկրներ եւ ընդհանուր առմամբ ԵՄ 10 անդամ պետություն ստանում է ադրբեջանական գազ ընդլայնման ներուժով։ Հատուկ ուզում եմ ընդգծել, սիրելի բարեկամներ, թե որոնք են այն երկրները, որոնք ստանում են ադրբեջանական գազ, դրանից էլ դուք կարող եք հետևություն անել, թե որ երկրներն են ավելի շատ կապված Ադրբեջանից, կախվածություն ունեն եւ հետեւաբար նրա հետ ավելի սերտ հարաբերություններ ունեն, քան Հայաստանի։ Առաջին հորիզոնականում է Իտալիան, որը ամենախոշոր ադրբեջանական գազ ներմուծող եվրոպական երկիրն է։ Այնուհետև գնում են Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան, Խորվաթիան, Սլովենիան, Սլովակիան, Գերմանիան եւ Ավստրիան։ Բայց նրանց չափաբաժինը այնքան էլ մեծ չէ եւ հիմա մենք կոնկրետ թվերով կխոսենք, թե Եվրամիությունը իրականում որքան է կախված ադրբեջանական գազից։ Պատահական չէ, որ Ալիևը խոսում է էներգետիկայի ու գազի արտահանման մասին, քանի որ Եվրամիության համար Ադրբեջանը արժեքավոր է նախ եւ առաջ այդ առումով։ Սակայն պետք չէ նաեւ գերագնահատել զուտ ադրբեջանական գազի գործոնը։ Տեսեք, Բաքվում հնչած հայտարարությունները ապացուցում են, որ ԵՄ Ադրբեջան հարաբերությունները կրում են զուտ գործարքային transactional բնույթ։ ԵՄ-ն ձգտելով դիվերսիֆիկացնել իր էներգետիկ աղբյուրները Ադրբեջանից ներկրում է տարեկան շուրջ 12-ից 13 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Թեև Ալիևը հպարտանում է, որ իրենց գազի կեսը գնում է ԵՄ, տնտեսագիտական սթափ հաշվարկը ցույց է տալիս, դա եվրոպական պաշտոնական վիճակագրություն է, որ սա բավարարում է Եվրամիության ընդհանուր պահանջարկի ընդամենը 3-3.5%-ը։ Ընդամենը 3 եւ 3.5%-ն է ադրբեջանական գազը ապահովում ԵՄ պահանջարկի։ Ադրբեջանը ԵՄ-ի համար կարևոր է ոչ թե այդ 3%-անոց գազի, այլ բոլորովին այլ առումով։ Միջին միջանցքի ծրագիրը իրականացնելու առումով Middle Corridor այդ գաղափարը, որը պետք է կապի Չինաստանն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային շրջանցելով Ռուսաստանը, ունի այսօր թե տնտեսական պոտենցիալ եւ նաեւ լուրջ խնդիրներ։ Առանց Հարավային Կովկասում վերջնական ու արդար խաղաղության կապիտալ ներդրումները ու տարեկան միլիարդավոր դոլարներ, որոնք անհրաժեշտ են ենթակառուցվածքների այդ թողունակությունը մեծացնելու համար, մնալու են բարձր ռիսկային գոտում, հետևաբար Եվրամիության պաշտոնյաների այցերը, հաճախակի այցերը տարածաշրջան դրանցով են պայմանավորված։ Եվ այստեղ հասկանալի է դառնում, թե ինչու է Ալիևը էներգետիկայից հետո խոսում տարածաշրջանային տարանցիկ կապուղիների լոգիստիկ ճանապարհների մասին։ Ադրբեջանի նախագահը մասնավորապես նշել է. Տրանսպորտային կապը անկասկած մեր քննարկումների հիմնական թեման էր։ Ադրբեջանը ակտիվ մասնակից է եւ շատ դեպքերում տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի նախաձեռնող։ Արևելք-արևմուտք եւ հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքները անցնում են Ադրբեջանի տարածքով եւ մեր հարևանների հետ լավ հարաբերությունները թույլ են տվել մեզ զարգացնել շատ լայն համագործակցության ձևաչափ, որը բավարարում է բոլոր մասնակիցների շահերը։ Հաշվի առնելով նոր աշխարհաքաղաքական իրավիճակը, մենք տեսնում ենք մեր առևտրային, ծովային նավահանգիստների եւ երկաթուղային ենթակառուցվածքների հզորությունների ընդլայնման անհրաժեշտությունը։ Եվրահանձնաժողովի նախագահի ականջը շոյելով, որ Ադրբեջանը պատրաստ է Եվրամիության օրակարգը սպասարկել, Ալիևը նրբորեն անցնում է Հայաստանի հետ խաղաղության հաստատման օրակարգին։ Մեջբերում եմ նրա խոսքերը եւ պատահական չէ, որ Ալիևը Հայաստանի մասին է խոսում։ Իհարկե, մենք մանրամասն քննարկեցինք տարածաշրջանային անվտանգության հարցերը, մասնավորապես Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը լավ է ընթանում։ Փաստացի խաղաղությունը ձեռք է բերվել եւ մենք տեսնում ենք դրա օգուտները։ Մենք բազմաթիվ միակողմանի քայլեր ենք ձեռնարկել ցույց տալու համար, որ խաղաղությունը միայն թղթի վրա չէ, այլ կարող է զգացվել առօրյա կյանքում։ Ադրբեջանը վերացրեց իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումները։ Մենք նաև սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն վառելիքներ, մասնավորապես բենզին եւ դիզելային վառելիք։ Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում սա ավելի կարևոր է, քան երբևէ։
Այսպիսով, մենք ցույց ենք տալիս, որ մեզ համար խաղաղությունը մի բան է, որը մենք արդեն կարող ենք զգալ եւ զգալ։ Եվ մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Այսպիսով խաղաղությունն այժմ իրականություն է, բայց մենք պետք է քրտնաջան աշխատենք այն ամրապնդելու, այն երկարատև հավերժական դարձնելու համար, եւ իհարկե մենք մեծապես գնահատում ենք Եվրոպական հանձնաժողովի աջակցությունը։ Տիկին նախագահը նաև տեղեկացրեց ինձ, որ Եվրոպական հանձնաժողովը կարող է եւ պատրաստ է շատ էական օգնություն ցուցաբերել, եւ մենք գնահատում ենք այս ուղղությամբ ցանկացած օգնություն եւ աջակցություն։ Ես կարծում եմ, որ սա կամրապնդի տարածաշրջանում դինամիկան, թույլ տալով Հարավային Կովկասին դառնալ տարածքային որևէ պահանջից եւ հակամարտությունից զերծ տարածք, գործընկերության, համագործակցության եւ խաղաղության տարածք, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ինչ խոսք, անսովոր է Ալիևին տեսնել նման խաղաղասիրական մուդի, տոնի մեջ։ Ճիշտ է, նա իր ելույթում հիշեցրել է իհարկե 30 տարվա այսպես կոչված հայկական օկուպացիայի մասին, բայց այդ ամենը նա կարծես համարում է անցյալ եւ պնդում, թե Հայաստանին հենց ինքն է առաջարկել խաղաղություն եւ ուրախ է, որ Եվրամիությունը պատրաստ է դրան աջակցել։ Իսկ ինչ է պատասխանել Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա իր խոսքի հենց ամենասկզբում կարևորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։ Նա մասնավորապես նշել է. Այսօր ես այստեղ եմ խորացնելու մեր գործընկերությունը, որը չափազանց կարևոր է Եվրոպական միության համար։ Սակայն նախ թույլ տվեք անդրադառնալ այս տարածաշրջանում տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենակարևոր զարգացմանը՝ խաղաղությանը։ Ես ուզում եմ շնորհավորել ձեզ Հայաստանի հետ պատմական խաղաղության համաձայնագրի կապակցությամբ։ Դուք ցուցաբերել եք առաջնորդություն տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության խթանման գործում, եւ սա ստեղծում է նոր հնարավորություններ կայունության, վստահության եւ համատեղ բարգավաճման համար։ Եվրոպական միությունը վճռականորեն աջակցում է այս գործընթացին եւ կշարունակի դա անել։ Միասին մենք կարող ենք թղթի վրա խաղաղությունը իրականում վերածել խաղաղության գործնականում, եւ այդ պատճառով էլ մենք այսօր միասին ենք աշխատում այստեղ։ Եվ սա ինձ հասցնում է իմ այսօրվա ելույթի առաջին կետին։ Մենք ցանկանում ենք ամրապնդել խաղաղությունը բարելավված տրանսպորտային կապի միջոցով, գործող Global Darpass ներդրումային ծրագրի շրջանակներում մենք կհատկացնենք մինչև 200 միլիոն եվրո դրամաշնորհներ Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ եւ թվային կապերի զարգացման համար։ Սա կարող է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրո պետական եւ մասնավոր ներդրումներ։ Նախագծերը կարող են ներառել օրինակ Նախիջևանի միջով երկաթուղային կապ եւ Բաքվի նավահանգստի զարգացում։ Հարավային Կովկասը աշխարհի ամենամեծ տրանսպորտային հանգույցներից մեկն է, որը կապում է Եվրոպան, Կասպյան տարածաշրջանը եւ Կենտրոնական Ասիան։ Դրա ռազմավարական նշանակությունը շարունակում է աճել եւ Ադրբեջանը կենտրոնական դեր է խաղում այս գործընթացում։ Քիչ երկրներ կան, որոնք ձեր նման լավ դիրքավորված են տարածաշրջանային համագործակցությունն ու կայունությունը խթանելու համար։ Իմ ելույթի երկրորդ կետը 20 միլիոն եվրո բյուջեով նոր խաղաղաշինության ծրագրի հայտարարումն է։ Մեջբերման ավարտը։ Իհարկե նա խոսել է Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության եւ այլ տնտեսական հարցերի շուրջ, բայց նրա ելույթում առանցքային եւ գլխավորը Հայաստանի հետ խաղաղության հաստատման օրակարգն էր։ Հարկ է նկատել, սիրելի բարեկամներ, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների, եվրոպական արժեքների մասին ոչ մի խոսք չի հնչել բնականաբար։ Ադրբեջանի հարցում եվրոպացիների համար այդ երևույթներն այսուհետ այնքան էլ էական չեն։ Միայն սեփական տանը Եվրոպական խորհրդարանի մակարդակով են եվրոպացի պաշտոնյաները հիշում եւ Ադրբեջանին դատապարտում մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարության հետ կապված խնդիրների առումով։ Ալիևը օրինակ միշտ զայրանում է Եվրախորհրդարանի բանաձևերի վրա, որոնցում ճանաչվում է ամեն անգամ արցախցիների վերադարձի իրավունքը, դատապարտվում Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում, նրա գործողությունները ռազմագերիների եւ այլ խախտումների հետ կապված, բայց Ալիևին տեսնելիս այդ ամենի մասին չեն խոսում։ Գալով Հայաստան, Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավոր ուղերձն այն էր, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի կողքին կանգնել եւ տալ ավելի համարձակ քայլերի դիմաց։ Թեև լրատվությամբ շատ եք լսել
Այդ հայտարարությունների մասին ամեն դեպքում վերհիշենք Հայաստանում հնչած հայտարարությունները։ Ռուսաստանի տնտեսական սահմանափակումները Մոսկվայի կողմից ճնշում որակելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում հասկացրեց, Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյան ռեժիմ սահմանել, որը հնարավորություն կտա Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80%-ն առանց մաքսատուրքերի եվրոպական շուկաներ հասցնել։ Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն ապրանքները, որոնք մեծապես ռուսական շուկային արտահանվում եւ դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկա 450 միլիոն մարդկանց համար։ Խոսքն առևտրի ինքնավար միջոցառումների կամ ATM-ի մասին է, այս պահին նման ռեժիմով եվրոպական երկրների հետ առևտուր է իրականացնում Մոլդովան, իսկ Ուկրաինայի հետ ավելի բարձր մակարդակի համաձայնություն ունեն։ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներկրման արգելքի ֆոնին Բրյուսելի այս մտադրությունը սակայն կյանքի կկոչվի եւ կգործի միայն դրա վերջնական հաստատումից հետո։ Թե երբ ոչ Հայաստանի վարչապետը, ոչ էլ Եվրահանձնաժողովի ղեկավարը ստույգ ժամկետ չնշեցին։ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, թե դա հնարավոր է իրագործել հնարավորինս շուտ։ Լիահույս եմ, որ ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը, հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է։ Մայիսից ի վեր սա Եվրահանձնաժողովի նախագահի արդեն երկրորդ այցն է Հայաստան։ Հենց մայիսին անցկացված Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովից հետո հատկապես հասկացավ Կրեմլի հրետորաբանությունն ու Ռուսաստանը կոնկրետ քայլերի անցավ, սահմանափակելով ըստ էության հայկական ամբողջ գյուղմթերքի ներկրումը։ Մոսկվան Երևանին հորդորում է արագ կողմնորոշվել, մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե եվրոինտեգրացիայի ուղին բռնել։ Այս ընթացքում ռուսական սահմանափակումներին ի պատասխան Բրյուսելը նախ 52 միլիոն եվրոյի աջակցության մասին հայտարարեց, այսօր էլ պաշտոնապես ազդարարեց մաքսային արտոնյան ռեժիմ սահմանելու մտադրության մասին։ 34 միլիոնն արդեն հատկացվել է։ Ֆոն դեր Լայենն այսօր տեղեկացրեց, թե մյուս 18-ը կփոխանցեն առաջիկայում։ Այս ֆինանսավորումը կարող է օգնել ստեղծել օրինակ արտահանման խթանման գործակալություն, որպեսզի հայկական բիզնեսների արտահանման հզորությունները խթանվեն։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որ մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին։ Եկեք մի փոքր կանգ առնենք ԵՄ կողմից Հայաստանին տրվող այդ առևտրային արտոնության վրա եւ հասկանանք, թե դա ինչ է իրենից ներկայացնում, ինչու է դա բացառիկ։ Հայաստանի դեպքը նախադեպային է նրանով, որ սա առաջին անգամն է պատմության մեջ երևի, երբ նման արտոնություն կարող է դիտարկվել ռուսական սանկցիաների ֆոնին մեկ այլ տնտեսական միության, այս դեպքում ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրի համար։ Նշվում է, որ Մոլդովան օգտվել է այդ արտոնություններից, բայց դա այն ժամանակ էր, երբ Մոլդովան ստորագրել էր ասոցիացման եւ ազատ առևտրի համաձայնագիրը եւ հստակ Եվրոպական միության անդամակցելու հայտ ներկայացրել ցանկություն պաշտոնական քաղաքականություն որդեգրել։ Իսկ Հայաստանը հրաժարվեց այդ հեռանկարից, եթե հիշում եք 2013 թվականին Սերժ Սարգսյանը հրաժարվեց ասոցիացման համաձայնագիրը ստորագրել եւ անդամակցեց ըստ էության ԵԱՏՄ-ին առանց համաժողովրդական հանրաքվեի։ Ի տարբերություն ազատ առևտրի համաձայնագրի, որից Հայաստանը հրաժարվեց, եւ դա երկկողմանի պարտավորություն էր, այս արտոնությունները, այդ առևտրի ինքնավար միջոցառումները ԵՄ կողմից միակողմանիորեն տրվող արտոնություն է։ Սա նշանակում է, որ Եվրամիությունը զրոյացնում կամ զգալիորեն նվազեցնում է մաքսատուրքերը հայկական ապրանքների համար, հատկապես արդյունաբերական եւ գյուղատնտեսական, սակայն Հայաստանից չի պահանջվում նույնությամբ զրոյացնել մաքսատուրքերը Եվրամիության ապրանքների համար։ Սա ինչ որ իմաստով նման է նախկին GSP+ համակարգին, որից Հայաստանը օգտվել է, բայց կարող է լինել ավելի լայն ու թիրախային։ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ստեղծում է իրավական եւ լոգիստիկ բարդություններ այսօր։ Եվրամիության կոնտեքստում իհարկե, հատ ցակման երկրի կանոնների խստացում պետք է լինի։ Քանի որ Հայաստանը գտնվում է ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքում, Եվրամիությունը կիրառելու է ամեն դեպքում չափազանց խիստ հսկողություն, որպեսզի սանկցիաների տակ գտնվող ռուսական ապրանքները կամ հումքը հայկականացվելով ռեէքսպորտ վերարտահանման միջոցով չմտնեն եվրոպական շուկա եւ տեխնիկական կանոնակարգերի հետ կապված։ Հայկական արտադրանքը պետք է բավարարի այնուամենայնիվ Եվրամիության ստանդարտներին, սանիտարական նորմերին, ինչը ԵԱՏՄ ստանդարտներին սովոր արտադրողների համար լրացուցիչ ներդրումներ է պահանջում։ Եվ մենք այսօր ունենք մեր արտադրողները, արտահանողներն ունեն այդ բարդությունները, եւ չնայած դրանց, սա Հայաստանի համար քաղաքական եւ տնտեսական դիվերսիֆիկացիայի իրականում լուրջ հնարավորություն է։ Այն թույլ է տալիս տեղական արտադրողներին դուրս գալ 450 միլիոնանոց բարձր գնողունակությամբ զարգացած շուկա, նվազեցնելով կախվածությունը ռուսական շուկայից։ Սակայն դրա իրացումը կախված է լինելու նրանից, թե որքանով արդյունավետ Հայաստանը կկարողանա ապահովել մաքուր մատակարարման շղթաներ, բացառելով պատժամիջոցների շրջանցման ռիսկերը։
early June. Բացի այդ, այս ամիս Հայաստան եվրոպացի փորձագետներ կժամանեն տեղական բիզնեսի հետ աշխատելու համար։ And help them seize Օգնելու նրանց օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք Եվրամիության հետ արտոնյալ գործընկերություն կարող է առաջարկել։ Իդեպ, եթե ֆոն դեր Լայենը ուղիղ մեղադրեց Ռուսաստանին Հայաստանին ճնշելու համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, Ռուսաստանի հետ ճգնաժամ ստեղծելու մտադրություն Երևանը չունի։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում եւ բնականաբար մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարում, բայց մյուս կողմից որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերը եւ սա կարծում եմ տրամաբանական է ցանկացած երկրի համար։ Երկկողմ օրակարգի մեկ այլ առանցքային թեմա է վիզաների ազատականացման գործընթացը։ Պատասխանելով լրագրողի հարցին, ֆոն դեր Լայենը ժամկետներ չնշեց, թե երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճամփորդել։ Հիշեցրեց, որ ապրիլին այս գործընթացում առաջընթաց են արձանագրել։ Այս աշնանը դարձյալ պետք է գնահատեն Հայաստանի իրականացրած քայլերը։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, իշխանությունները խնդիր են դրել բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացնել 2 տարվա ընթացքում եւ 2029-ից անցնել Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը եւ այդ թվում այդ որոշման օգտին է քվեարկել ընտրություններում եւ իհարկե մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել։ Հույս ունեմ, որ մենք բավականաչափ արագ եւ էֆեկտիվ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար։ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած թիմը մինչ այս պահը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ուղարկել, իսկ առանց դրա Բրյուսելն անդամակցության հեռանկարը քննարկել չի կարող։ Նիկոլ Փաշինյանը կրկնում է, նախ պետք է եվրոպական ստանդարտներին հասնել։ Եկեք վերջապես ամփոփենք այս ամենը, սիրելի բարեկամներ, եւ կարող ենք եզրակացնել, որ ֆոն դեր Լայենի երկու այցերի համադրումը բացահայտում է Եվրոպական միության իրականում խորը պրագմատիկ, գրեթե մաքիավելյան աշխարհաքաղաքական հաշվարկը Հարավային Կովկասում։ Բրյուսելը դադարել է տարածաշրջանային նայել արժեքների ու ժողովրդավարության ռոմանտիկ պրիզմայով եւ անցել է շատ կոշտ աշխարհատնտեսական շահերի սպասարկմանը, թեև Հայաստանի հետ հարաբերություններում ժողովրդավարությունը մարդու իրավունքները որոշակի դեր խաղում են։ Եթե փորձենք մեկտեղել բոլոր փաստերը, ապա Եվրամիության մեծ ռազմավարությունը հանգում է 3 առանցքային կետի՝ գործարքային էներգետիկա եւ միջին միջանցք, հատկապես Ադրբեջանի դերի կարեւորությամբ։ Ինչպես ցույց տվեցին թվերը, ադրբեջանական գազը Եվրամիության համար ոչ թե փրկողակ է, ընդամենը 3.5% է առավելագույնը, այլ քաղաքական տոմս դեպի միջին միջանցք։ Բրյուսելին Բաքուն պետք է որպես լոգիստիկ հանգույց, որը թույլ կտա Չինաստանից եւ Կենտրոնական Ասիայից եկող բեռնաշրջանառությունը կապել Եվրոպային, ամբողջությամբ շրջանցելով Ռուսաստանը։ Այս խնդիրն է լուծվում։ Եվ այս պատճառով է, որ Եվրամիությունը աչք է փակում Ալիևի ավտորիտար համակարգի վրա եւ պատրաստ է միլիարդավոր եվրոների ներդրումներ խոստանալ, այդ թվում Նախիջևանով անցնող ուղիների համար։ Հայաստանի բացառիկ առևտրային վահանը։ Այս դեպքում Հայաստանին տրամադրվող առևտրի ինքնավար միջոցառումները ATM, այդ սովորական տնտեսական բոնուս չեն մեզ։ Սա նախադեպ աշխարհաքաղաքական քայլ է, երբ Եվրամիությունն իր շուկայի դռները միակողմանի բացում է ԵԱՏՄ անդամ երկրի առջև։ Բրյուսելը հստակ հասկանում է, որ Հայաստանին ռուսական տնտեսական ակցիաներից եւ հնարավոր էմբարգոներից փրկելու միակ ձևը նրան այլընտրանքային թոքեր տալն է։ ԵՄ շուկան դառնում է այն տնտեսական բուֆերը, որը պետք է մեղմի Ռուսաստանի կողմից ակնկալվող եւ սպասվող նոր հարվածները։ Եվ վերջապես խաղաղության պարտադրանք հանուն մեծ տարանցման։ Ալիևի անսովոր խաղաղասիրական տոնը եւ ֆոն դեր Լայենի շնորհավորանքները պատահական չեն։ ԵՄ-ին տարածաշրջանում պատերազմ պետք չէ, քանի որ ոչ մի գլոբալ ներդրող միլիարդներ չի ներդրի մի միջանցքում, որը ցանկացած պահի կարող է հայտնվել հրետակոծության տակ։ Խաղաղությունը դարձել է առևտրային պահանջ, ավելին։ Ադրբեջանի կողմից Հայաստանին վառելիքի մատակարարման կամ տարանցման սահմանափակումների վերացման թեմաները ցույց են տալիս, որ Արևմուտքը փորձում է Հայաստանին աստիճանաբար կտրել նաև ռուսական էներգետիկ կախվածությունից, օգտագործելով տարածաշրջանային ռեսուրսները։ Վերջնարդյունքն ինչ է։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցերը փաստեցին, որ Հարավային Կովկասում ձևավորվում է նոր ստատուս քվո։ Եվրամիությունը Հայաստանին առաջարկում է ավելի դիմաց բանաձևը, որտեղ ավելին տնտեսական անվտանգության վահանն է, իսկ դիմացը ռուսական ազդեցության հետևողական կրճատումն ու տարածաշրջանային մեծ լոգիստիկ նախագծերին ինտեգրվելը։ Այս իրավիճակում մեծագույն հարցական է մնում, թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունը կարողանալու օգտագործել եվրոպական շուկայի տված հնարավորությունները, եվրոպական քաղաքական աջակցությունը, միաժամանակ գտնվելով ԵԱՏՄ-ում
եւ գտնվելով ռուսական հնարավոր ավելի մեծ պրեսինգի ներքո եւ հայտարարելով, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունեն։ Մենք թեման միշտ պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում, նաեւ առաջարկելով հնարավոր լուծումներ հնարավոր խնդիրների դեպքում։ Հավանեք, տարածեք, բաժանորդագրվեք եւ ցանկության դեպքում աջակցեք նախագծին մեկնաբանության բաժնում նշված միջոցներով, սիրելի բարեկամներ։ Հետո ավելի հետաքրքիր է լինելու։ Կհանդիպենք։